Ես ունեմ վկա ու կարող եմ լույս սփռել այս ողբերգական պատմության վրա։ Խնդրում եմ հրավիրենք Սարայի ամուսնուն։ Ես Գարեգի Սիսակյանն եմ, Սարայի ամուսինը։ Ես այսօր այստեղ եմ եկել ոչ թե մեղադրելու որևէ մեկին կամ արդարացնելու համար, այլ ուղղակի ճշմարտությունը բացահայտելու եւ աշխարհին հայտնելու համար։ Սարան իմ կինն էր, իմ կյանքի ուղեկիցը։ Բայց դա ինձ համար շատ մեծ ցավ էր, որ ես իմացա, որ նա ունի մի ուրիշ սեր եւ ապրում է սիրո հիշողությամբ։ Մենք ունենք նաեւ այլ բաներ, Ես անձամբ ճանաչում եմ Ռուբեն Թուսյանին, այն դասընկերն եմ։ Ես Աջան Միլենան եմ, Սարայի հարևանուհին, եւ վերջերս նկատել էի, որ նա դարձել է մարդախույս։ Ես Եդիգարեն Մարիանն եմ, անձամբ չեմ ճանաչում, բայց գիշերը լսել եմ կրակոցներ։ Զորքի դատարանը հեռանում է դատավճիռ կայացնելու։ Առաջնորդվելով գործունի հայտ եկած հանգամանքներով ԵՓՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով, ինչպես նաև պետական մեղադրողի եւ վկաների ցուցմունքներով, ապացուցված եմ համարում Ռուբեն Թուսյանի հանցանքը։ Հիմք ընդունելով այս ամենը, դատապարտում եմ Ռուբեն Թուսյանին 10 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշումով նա պատիժը պիտի կրի ուժեղացված ռեժիմի գաղութում։ Դատը համարվում եմ ավարտված։ Ինչ կապ ունեն աստվածաշնչյան 10 պատվիրանները վեպի հետ։ Ով կպատասխանի, երեխաներ, սկսեցին քննարկումը։ Պատվիր հորդ ու մորդ, մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, սուտը վկայություն մի տուր։ Պատվիրաններից մեկը մի սպաներ աննկատի ունի, որ օրինակ այս վեպում որոշություն է մանկասպանությունը։ Ըստ ձեզ, ով է սպանված աղավին, Սարան, թե այն երեխան, ով է սպանեց։ Իմ կարծիքով սպանված աղավին մեր երեխաներ, քանի որ աղավին խորհրդանշում է շատ անմեղ մի էակի, ու այս պատմության մեջ այնպես չի, որ Սարան չուներ իր մեղքը, եւ կարծում եմ, որ այդ անմեղ ու սպանված էակը Սարայի երեխան էր։ Ձեզ պատականության սկզբունքով քարտեր են բաժանելու, ձեր տրված պահանջը եւ ներկայացնել։ Մենք դատապարտում ենք Սարային, Սարան որոշակորձ էր, ինչը որ լիներ չարժեր սպանել իր անմեղ երեխային, ինչու են երեխաները պատասխան տալիս ծնողների գործած մեղքերի համար։ Խումբը անտարբեր մարդիկ ուրեմն իրը։ Թուսյանը ևս անտարբեր է, քանի որ նրանց հետ հետաքրքրում Սարայի ճակատագիրը եւ նա տեղյակ է նույնիսկ որ սպասում է Սարայի իր երեխային, բայց անտարբեր է այդ երեխայի եւ Սարայի նկատմամբ։ Անտարբեր մարդիկ սովորաբար չեն արձագանքում ուրիշի հաջողություններին, հույզերին, խնդիրներին եւ նրանց համար կարևորը իրենց լավ ապրելակերպն է։ Մենք հաստատում ենք առաջինը նոր ավարտ ստեղծողներն են, եթե վիպակի ավարտը տրված լիներ մեզ, մենք այն կկերտենք հետեւյալ կերպով, որ Սարան մանկասպան չէր դառնա եւ կամուսնանար Գարեգինի հետ, սակայն հետագայում Գարեգինը անտարբեր վերաբերմունք ցույց կտա նրան եւ կհեռանար տանիքից։ Լավ տարածություն ժամանակներ, դատոսի ժամանակաշրջանից մինչև հիմա կան դավաճանություններ, որտեղ տղամարդիկ թողում են իրենց կանանց քմաճիկների պատճառով։ Շորս անկյուն եւ զիովին համաձայն եմ, ես կատարարապես համաձայն եմ, ես ունեմ այդ տեսակետ, ես վստահ եմ։ Ես վստահ եմ, որ ոսկե երիտասարդությունը երբեք չի դատվելու։ Իմ այդ տեսակետը այն է, որ պետք չէր Գարեգին, այսինքն ամուսնուն Գարեգինի խնդրել, որ սպանել, հենց պետք է Սարանել ու ծնողի սպանել։ Ինչ արեցինք այսօր։ Մենք ինչ դաս էինք քննարկում։ Սպանված ապրես, որտեղ հարցին դու պատասխանի։ մեր դեպքում համակարգչային ու Այո, բայց ներկայացուցիչ այնպես կարծես լինեին դատարան։ Այո, կարծես դատարան լինեին, կեցեք։ Եվ վերջին հարցը ունենք մենք այստեղ, ո՞ր է վիպակի հիմնական գաղափարը։ Նախ բարձրացվել են կեցարան եւ բարոյական երևույթների ազդեցության առաջացած հասարակության խնդիրները եւ երկրորդը, որ հիմնականում մանկասպանությունը համարվում է ոչրագործություն։ Եվ վերջինը տնային աշխատանք երեխաներ, ընտրության հնարավորություն է ձեզ տալի, որը ուզեք այն էլ գրեք։ Տեսեք, առաջինը այսպեսին է, գրել փոքրիկ տեքստ, ինչ բարոյական դաս տվեց ձեզ այսօրվա դասը։ Եվ երկրորդ տարբերակը
Ստեղծել երևակայական զրույց հեղինակի հետ։